Բարերեկո, բարեկամներ, հարազատներ, փառք Աստծուն այսօրվա համար, փառք Տիրոջը, որ Աստված մեզ ողորմացել է ու նորից հասցրել է այս ժամին, այս պահին, այս վայրում իր տան մեջ իր ներկայությունը զգալու, իրեն սիրելու, իրեն աղոթելու, մտքով իր հետ լինելու, որը որ ամենա երանելի իրավիճակն է, որի մեջ ցավոք սրտի շատ քիչ ենք լինում ու հենց այսօրվա իմ նյութն էլ դրա հետ է կապված, որ միշտ լինենք Աստծո հետ, որտեվ երբ որ մտածում էի, թե ինչ նյութ պատրաստեմ, ինչի մասին պետք է խոսամ, ոնց որ հենց սրտիս եկա, որ ամենակարևոր բանը Աստծո հետ լինելն է։ Աստծո հետ լինելը ուղղակի մի երևույթ չի, այլ ամեն ինչ պարփակվում է այդ Աստծո հետ լինելու մեջ։ Ու ակամայից ոնց որ մի համար եկավ մտքիս, Մատթեոս 19-րդ գլուխ 29-րդ համարը, որտեղ որ ասվում է Եվ ամեն ոք, որ թողել է տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ, իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի։ Շատ առաջինները վերջին պիտի լինեն և վերջիններ առաջին։ Քիչ հետո մի քիչ ավելի կմարացնենք, թե ինչ է սա նշանակում, իհարկե բառացի չպետք է հասկանալ, որտեղ շատ հետաքրքիր հատված է, որ բառացի հասկանալու դեպքում շատ ուրիշ տեղ կտանի, որ Աստված ընդհանրապես չի ուզում, որ մենք գնանք։ Բայց մինչև այդ նորից վերադառնանք, այսինքն այս մտքով լինելով Աստծո հետ միշտ լինել, ինչ է նշանակում։ Այսինքն եթե փորձենք մի քիչ ավելի մանրացնենք։ Աստծո հետ միշտ լինել առաջին նշանակում է, որ աղոթական կյանքի մեջ լինել։ Այսինքն ունենալ սերտ երկխոսություն Աստծո հետ։ Ոչ թե ուղղակի ցավոք սրտի նորից էլի շատ դեպքերում մենք ինձանից սկսած մարդիկս աղոթում ենք ուղղակի բառեր ենք ասում, բայց այն հարաբերությունը Բայց փառք Աստծո լինում է նաև, հենց մեր հետ էլ լինում է, որ դու զգում ես քո աղոթքդ ինչքան է սերտ այդ հարաբերության մեջ։ Երբ որ ազնիվ խոսենք ամեն մեկս, երբ որ մենք ավելի հեռացած ենք Աստծո հետ, կանգնում ենք աղոթքի, այդ աղոթքը չի ստացվում։ Այդ աղոթքը ուղղակի խոսքեր է։ Բայց երբ որ մենք զգում ենք, որ այդ հարաբերություն ունենք, արժանացել ենք Աստծո այդ ողորմածությանը ավելի մոտիկ գտնվելու, ավելի սերտ հարաբերություն ունենալու, այդ աղոթքը մենք զգում ենք, թե ինչքան մոտիկ է, թե ինչքան ջերմեռանդորեն է, թե ոնց ենք մենք լսում Աստծո խոսքը։ Այսինքն դա գալիս է այդ մեր հարաբերություններից, այդ մեր կապից, թե ինչքանով է մեր հարաբերությունը Աստծո հետ ջերմ, թե ինչքանով ենք մենք Աստծո հետ։ Որտեվ շատ Սենց ասած չակերտավոր քրիստոնյաներ այսօր կան, շատ, որ նույնիսկ կարող է ավետարանները, Աստվածաշունչը անգիր գիտեն, բայց կարող է նրանց մեջ Աստված չի ապրում, տառակերությամբ են զբաղվում, չքննադատենք, բայց ամեն մեկս մեր ներսը նայենք, մենք մեզ նայելով, մեր ներսը նայելով, հասկանանք, մենք Աստծու հետ ունենք այդ կապը, թե չէ։ Մի փոքր պատմություն եկավ մտքիս, չնայած էլի ոնց որ ծայրահեղության մյուս կողմը չընկնենք, կմանրացնեմ ինչի եմ դա ասում, մի հեռավոր գյուղում մի ծեր է լինում, շատ ուժեղ հավատքով, որ նույնիսկ քահանաները հոգևոր բարձրաստիճան ոնց որ ավելի հոգևորականները լսում են իր մասին, որ շատ ուժեղ հրաշքներ է գործում, ասում են գնանք տեսնենք այդ ծերին, էլի, ով է վերջապես ծանոթանանք։ Գնում են ծանոթանում են, ասում են շատ ենք լսել քո մասին, շատ ուժեղ զորավոր հավատք ունես, հրաշքներ ես գործում եւ այլն,
ասում եմ ինչ ես ոնց է քո կապը Աստծո հետ, դու ոնց ես խոսում Աստծո հետ կամ ինչ աղոթք ես անում, ասում ես աղոթք չգիտեմ տենց ինչ որ, ես ուղղակի Աստծո հետ խոսում եմ, իմ մտքինն եմ ասում կամ լսում եմ, ասում են իսկ տերունական Հիսուսի տված այդ հայրմերը գիտես, ասում եմ չէ, այդ ո՞րն է։ Մի խոսքով սովորացնում են, ասում են հայր մեր, որ երկնքում է Սուրբ Թ եւ այլն եւ այլն եւ այլն, հա ասում եմ օքեյ, լավ, սովորեցի այդ մի աղոթքը գիտեմ, ու տենց այդ բարձրաստիճան հոգեվորականները հետ են գալի, վերադառնում են նավակով, կղզիալի, նո, որտեղ որ այդ ծերն է ապրելուց լինում, հետ են գալիս, արդեն ոնց որ մի քանի ժամ այդ նավակով գնում են, մեկ էլ տեսնում են այդ հավատքով ծերը ջրի վրայով վազելով, այսինքն ոչ թե ընկղմվելով, ջրի վրայով վազելով, գալիս ասում եմ մի րոպե, սպասեք, ասում եմ վերջի հատվածը ոնց էր հայր մերի։ Իրար են նայում, ասում են դու էլ կարիքը չունես այդ տողերի, դու այնքան հավատք ունես, այնքան ես ապրում Աստծով ու Աստծո հետ, որ դու կարիքը չունես դրա հետ։ Այսինքն չգնանք ծայրահեղության, որ դա չի նշանակում մենք պետքա ոչ մի բան չսովորենք, չպետք է աղոթք սովորենք, չպետք է Աստվածաշունչ սովորենք, այսինքն այդ ծայրահեղության մեջ չենք գնանք, բայց տեղից ի՞նչն ենք մենք սովորում, որ Աստծո հետ այդ կապը ունենալը, այդ հավատքը ունենալը, այդ հարաբերությունը ունենալն է ամենակարևորը։ Մենք կարող է ժամերով Աստվածաշունչ կարդանք, բայց Աստծուն չփնտրենք այդ Աստվածաշունչի մեջ։ Մենք կարդանք, որ ցույց տանք, որ մենք գիտենք։ Մարդիկ անգիր գիտեն, այս բոլոր համարները, Մատթեոս 18:36, Հռոմեացիս եւ այլն, բայց իրանք Աստծո հետ կարող է կապ չունենան։ Իրանք ուղղակի գիտեն, որպեսզի ցույց տան, որպեսզի դասավանդեն։ Շատ մարդկանց մեջ այդ նույնիսկ կարդալուց դու գնում ես այդ հպարտության մեջ, որ ես համարը սովորեցի, որ մի տեղ գա ես կարամ ասեմ, ես համարը գիտեմ, ես մեկնությունը գիտեմ։ Լավ է իմանալը, լավ է ուսուցանելը, ու Աստված էլ ասում է, չէ, որ լույսը որ վառում ես, ներքև չեն դնում, այսինքն եթե քո մեջ այդ լույսը կա, պետքա բարձր տեղ դնես ու դու պետքա տարածես։ Դա լավ է, պարտադիր է, բայց լույսը մեր մեջ ունենալով պետքա լույսը տարածենք, ոչ թե ընկնենք հպարտության մեջ դասավանդելու, սովորացնելու, որ դու չգիտես, ես գիտեմ, ես քեզ սովորացնեմ, սրանք իրարից շատ հեռու տարբեր բաներ են։ Այսինքն մենք ինչի համար ենք սովորում, որպեսզի ջերմ հարաբերություն ունենանք, Աստծո հետ այդ կապ ունենանք, հասկանանք, թե Աստված ինչ է ուզում մեզանից այտենց դառնանք, թե սովորում ենք, որպեսզի հետո ուրիշներին սովորացնենք, ասենք մենք գիտենք Աստվածաշունչ, դուք չգիտես կամ դու սխալ գիտես, սա է ճիշտը։ Շատ տարբեր բաներ են սրանք։ Երկուսն էլ Աստվածաշունչ կարդալ սովորելն է, բայց ինչ նպատակով ենք սովորում, որպեսզի մեր Աստծո խոսքը լսենք, որտեղ Աստվածաշունչով Աստված մեր հետ է խոսում, չէ՞։ Հիմա մենք կարդում ենք, որպեսզի լսենք Աստծո խոսքը, թե որպեսզի հպարտանանք ու գնանք ուրիշներին սովորացնելու։ Այսինքն այս դա է Աստծո հետ լինելը, այդ աղոթական կյանքի ջերմ հարաբերություն ունենալը, Աստվածաշունչ իմանալը, Աստծո խոսքը որպես լսել։ Մյուսը սիրել Աստծուն, այսինքն այդ կապի մեջ Աստծո հետ լինելու, սիրել Աստծուն ու սիրել Աստծո ստեղծագործությունը, այսինքն մարդկանց։ Աստված ստեղծել է մարդկանց, մեզ բոլորիս, իր պատկերով, իր նմանությամբ, բայց մենք ինչքանով ենք սիրում մեկս մյուսին։ Մենք ինչքանով ենք սիրում Աստծուն։ Այսինքն այդ ամեն ինչի մեջ է։ Ինքը սենց ոնց որ հաջորդական այդ մի ցիկլ է։ Այդ ցիկլի մեջ եթե ինչ-որ մի հատը հանենք, ինքը ամբողջական ցիկլ չի լինի։ Այսինքն չենք կարող մենք Աստծո հետ ջերմ հարաբերություն ունենանք առանց Աստծուն սիրելու։ Չենք կարող Աստծո հետ ջերմ հարաբերություն ունենանք առանց Աստծո ստեղծագործությունը սիրելու, այսինքն առանց մարդկանց սիրելու։ Որտեվ Աստված ինչ ասեց, դու տեղ չունես իմ մոտ,
որովհետև ես հիվանդ էի, դու չեկար ինձ այցելելու, ես բանտում էի, դու չեկար ինձ այցելելու, ես կարիք ունեի, դու չեկար ինձ հագցնելու։ Ասում եմ, երբ տենց բան եղավ։ Ասում եմ, այն մարդկանց, որոնց կողքով դու անտարբեր անցար, հիվանդին չկերակրեցիր, բանտարկյալին չայցելեցիր, այդ ես էի։ Այսինքն Աստված է ստեղծել այդ մարդկանց։ Ու Աստված դա է պատվիրում։ Եթե մենք դա չենք անում, ուրեմն չենք կարող սիրել Աստծուն։ Ուրեմն չենք կարող մենք ջերմ հարաբերություն ունենալ Աստծու հետ։ Այսինքն չենք կարող մենք այդ աղոթական ջերմ հարաբերության մեջ լինել Աստծու հետ։ Մյուս բանը Աստծո հետ լինելու մեջ պարունակվում է հանձնել Աստծուն ամեն բան։ Այսինքն հավատալ, հուսալ ու հանձնել բոլոր խնդիրները։ Որտեվ շատ դեպքերում մեզ հենց հեռացնում է Աստծուց մեր խնդիրները, որը որ ուզում ենք մենք ինքներս լուծենք։ Աստծուց հեռացնում է մեր բեռները, այս աշխարհիկ հոգսերը։ Բայց ինչի, որովհետև շատ դեպքերում մենք փորձում ենք ինքներս լուծենք։ Բայց այնինչ, եթե մենք կարողանանք հանձնենք Աստծուն, համ այդ բեռը մենք չենք լուծի, մեր վրա չի լինի։ Համ էլ մենք այդ բեռը կրած չենք տանի։ Մեր ժամանակը կծախսենք Աստծո հետ ջերմ հարաբերություն ունենալու, մեր հարաբերությունը ավելի ջերմացնելու Աստծո հետ։ Բայց այդտեղ գալիս է հարցը, մենք այդքան հավատք ունենք, այդքան հարաբերություն ունենք, որպեսզի կարողանանք հանձնենք Աստծուն անմնացորդ հավատալով, վստահելով ու ասենք Աստված կլուծի։ Եթե չունենք, մենք չենք կարող, ասենք, չէ, ես լուծեմ։ Կամ էսի իմ բեռն է։ Բայց ոչ։ Մենք պետք է ունենանք այդքան հավատք, այդքան վստահություն ու հույս Աստծո հանդեպ, որ մեր բեռները հանձնենք Աստծուն, ասենք Աստված ջան, դու կառավարի, դու լուծի։ Մեզ դա պետք չի։ Դա խանգարում է քեզ հետ մոտիկ լինելու։ Դա ինձ պետք չի։ Ինձ պետք է ես քո հետ մոտիկ լինեմ։ Իսկ այդ լրացուցիչ բեռը ինձ պետք չի, ես հանձնում եմ քեզ, դու լուծի։ Որը որ երբ որ սենց ավելի սթափ նայում ենք, ինչքան հեշտ է, չէ՞, ինչքան քաղցր է, չէ՞, բայց չենք անում։ Որտեվ ընկած ենք ինչ-որ տարբեր բաների հետևից, այդ խնդիրները լուծելու, այդ աշխարհի կենցաղային տարբեր բաների հետևից։ Ուրեմն հիմա Միքայել հետ գանք, նորից ոնց որ վերադառնանք, թե ինչ էր ասվում էր, որ ամեն ոք, ով իմ անվան համար թողել է տունը, եղբայրներին եւ այլն, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի։ Այստեղ մի շատ հետաքրքիր պահ կա, որ դա չի նշանակում, որ բացարձակ չի նշանակում, որ մենք պետք է մեր ընտանիքը թողենք, այսինքն եթե ընտանիք ենք կազմել, ընտանիքը պետք է թողնենք, կամ եղբայրներին թողնենք, կամ հայր մայր թողնենք ու գնանք ճգնավոր դառնանք։ Բնավ ոչ։ Նույնիսկ շատ խիստ դատապարտվում է ու եկեղեցու կանոնադրությամբ ասվում է, եթե դու ընտանիք ես կազմել ու քո ընտանիքը թողնում ես ու գնում ես ճգնավոր ես դառնում, ուրեմն նզովյալ լինես, այսինքն հալածվում է, ընդունելի չի։ Բայց խոսքը ինչի մասին է, որտեվ եթե Աստվածաշնչում մի բան գրված է, ուրեմն դա հստակ ճիշտ է, ուղղակի պետք է մենք ճիշտը հասկանանք։ Խոսքը նրա մասին է, որ այնտեղ որտեղ որ մենք կանք, Աստված կա թե չկա։ Այսինքն կարող ուղղակի մենք ինչ-որ մի տեղ ենք, ինչ-որ մի միջավայրում ենք, ինչ-որ մի շրջապատում ենք, բայց այդտեղ Աստված չկա։ Այսինքն մենք այդտեղ անելիք ունենք ուրեմն։ Այսինքն եթե հետ գանք սկզբի ասվածին, լույսի մասին, չէ՞, եթե Աստծո ողորմությամբ մեզ այդ լույսը տրվել է, մեր մեջ այդ լույսը կա Սուրբ Հոգով, ուրեմն լույսը ուղղակի չպետք է պահենք մեր մեջ։ Եթե այդ ուղղակի լույսը պահենք մեր մեջ, կնմանվենք միգուցե
հիմար կույսերի, որոնք բավականաչափ յուղեր չվերցրեցին իրանց հետ, որպեսզի Տիրոջ գալուստին ունենան, կամ կնմանվենք հիմար տնտեսին, որը որ Տերը տվեց մեկ դահեկան, բայց ինքը չհաճացրեց այդ մեկ դահեկանը, ու երբ որ Տերը հետ եկավ, ասեց մեկ տվել էիր, մեկ էլ հետ եմ տալիս քեզ, ասեց դե եթե մեկ տվել էի, մեկ էլ հետ ես տալի, ոչ մի բան չես աճացնում, ուրեմն քեզ ինչ տվել էի, դա էլ կվերցնեմ, ու դու կդատապարտվես մահվան։ Այսինքն այս ամեն ինչը ասված է, գրված է։ Հիմա երբ որ մենք այս ամեն ինչը սենց էլի նույն հաջորդականությամբ ցիկլով փորձում ենք հասկանանք, այդ դեպքում ճիշտ ենք ընկալում, Աստված ինչ է ուզում մեզանից։ Այսինքն եթե միտեղ մենք անելիք ունենք, պետք է անենք։ Ուրիշ տեղ էլ Աստված ասում է, չէ՞, նույնիսկ ասում է, երբ որ եղբայրդ քո դեմ մեղանչում է, դու մեկ ասա, երկուս ասա, ուրիշների հետ ասա, քահանայի մոտ տար ասա, այսինքն դու քո առավելագույնդ մաքսիմումդ պետք է անես, որպեսզի այդ լույսը տարածես, բայց այդ ամեն ինչը անես սիրով, շահելու նկատառումով քո եղբորը քո դիմացինին, ոչ թե որ ցույց տաս ինքը սխալ է դու ճիշտ, այլ իրան որպեսզի շահես։ Որտեվ շատ դեպքերում նույնիսկ եթե էլի գանք մեր այսօրվա կյանքին կենցաղին, շատ կռիվներ, վեճեր եւ այլն լինում է հպարտության արդյունքում։ Այսինքն ես ճիշտ եմ, դու սխալ ես։ Ես ցույց եմ տալիս բոլորի ներկայությամբ, որ դու սխալ արեցիր, ես էի ճիշտ։ Այսինքն դա է շատ դեպքերում այդ հիմքը։ Բայց երբ որ ունենաս խորագիտություն, խոնարհություն, հնազանդություն, այդ պահին չբորբոքվելու, հանգիստ լինելու ու հետո ավելի սիրաշահական եղբորդ շահելու նկատառումով դու փորձես դա պարզաբանես, շատ դեպքերում կհաջողվի։ Այսինքն եթե նորից էլի գանք այդ մտքին, որ եթե անենք սիրով շահելու նկատառումով, մեր եղբորը կշահենք ու այդ լույսը կհասցնենք իրանց։ Բայց ասում եմ, եթե անում ես չի ստացվում, քո առավելագույնը տանում ես, ուրեմն չի ստացվում, ուրեմն դուրս արի տեղից, էլ մի մնա, որտեվ այդտեղ մնալով դրանից հետո այդ վատ արդեն քո վրա կանրադառնա։ Իսկ որպեսզի դու ավելի խորագետ Աստծո տված լույսը քո մեջ պահելով, պետք է կարողանաս կրես ու երբ որ զգաս, որ արդեն ավելորդ է, ուղղակի խոնարհաբար դուրս գաս այդտեղից, որտեղ այդտեղ Աստված չկա, այդտեղ դու էլ անելիք չունես։ Երբ որ համեմատական ենք անցկացնում, մի շատ հետաքրքիր հատված էլ կա, որ երբ որ Հիսուսը քարոզ էր անում տան մեջ, գալիս են աշակերտները ասում են. «Տեր, մայրդ ու եղբայրներդ դուրսն են, քեզ են կանչում»։ Ու ինքն էլ ինչ է պատասխանում, ասում է. «Մայրս ու եղբայրներս նրանք են, ովքեր ստեղ նստած իմ խոսքն են լսում»։ Այսինքն նորից էլի երբ որ փորձենք բառացի հասկանանք, մի պահ կարող է տարօրինակ թվա, չէ, որ Հիսուս ոնց կարող է, երբ որ մայրը կանչում է կամ եղբայրները կանչում են, ինքը արհամարի ու ասի, որ չէ, ես չեմ ընդունում, սրանք են իմ մայրն ու եղբայրները։ Բայց այնինչ, երբ որ էլի գալիս ենք հոգևոր իմաստով, հոգևոր բացատրությամբ, միտքը նա է, որ ով լսում է Աստծո խոսքը, ով այդտեղ Աստծո հետ է, Աստծուն կպած է, Աստծուն է փնտրում, նա է Աստծո եղբայրը, նա է Աստծո համար ընդունելին։ Իսկ ով որ դուրսն է, այսինքն այդ միտքն է, ով որ ներսն է, ով որ դուրսն է, իսկ ով որ դուրսն է, ինքը կապ չունի Աստծո հետ։ Այսինքն պետք է մենք լինենք այդ ներսը, պետք է լինենք այդ կապի մեջ ամուր, որպեսզի կարողանանք Աստծո այդ համարը, որը որ կարդացվեց, Աստծո գալստյան օրը արժանանանք այդ երկնքի արքայությանը։ Թող այս պահից, այսօրվանից կամ չգիտեմ, ստեղից դուրս գալուց, այս Սուրբ եկեղեցուց, ամեն մեկիս մեջ թող Սուրբ Հոգին ավելի զորացնի մեր
սիրտը, ավելի փափկացնի, ավելի մոտեցնի Աստծուն, որ կարողանանք ինչ-որ մի բան մեզ հետ տանենք ու հենց այսօրվանից ավելի մոտենանք Աստծուն, որովհետեւ կարողանանք այդ ջերմ հարաբերություն ունենանք, այդ սերտ հարաբերություն ունենանք, այդ աղոթական մեր կյանքը շատ հաճելի ու ջերմ լինի։ Թող Աստված զորացնի մեզ Սուրբ Հոգով, ամուր պահի, մնանք խաղաղությամբ։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։